Բարև, կյանքս։ Բարև։ Կարոտել եք ես շատ։ Ես էլ քեզ էի շատ կարոտել։ Այս բա Սոֆան ուր է։ Սոֆան երևի ուր որ է կգա, դու մի անհանգստացի։ Լսի, դու ինձ չասացիր, դու որտեղ ես ապրում։ Երբ որ Սոֆան գա, մենք միասին կգնանք իմ տուն, լավ։ Շատ լավ։ Իսկ ես մի բան եմ ուզում քեզ հարցնեմ։ Խնդրում եմ ինձ անկեղծ ասա, դու ինչ-որ բանի կարիք ունես, ասենք, ես քեզ կարող եմ օգնել գումարով, ինչով կուզես։ Չէ, կյանքս ամեն ինչ նորմալ է։ Եթե ինչ-որ բանի կարիք ունենամ, ես քեզ անպայման կասեմ։ Լավ, շատ լավ։ Սոֆան, ալո։ Հա, դու ճիշտ ես գալիս, արի, ուղիղ արի։ Արի, Սոֆ։ Մի քիչ արագ չես կարողանում։ Դե, Սոֆ, Մհերին։ Մհեր։ Մհեր։ Ջան, ինչ է եղել։ Մհեր, Սոֆան եկել է, դուրս արի, խնդրում եմ, ուր ես, ձայն անի, Մհեր։ Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, հենց նոր Մհերը այստեղ կանգնած էր։ Սոֆ, ես ու Մհերը զրուցում էինք։ Հասկանում ես, ես չեմ հասկանում, ինչ է կատարվում։ Ջան, ես քեզ խնդրում եմ, արի գնանք տուն, չէ հանգստանալ ապա։ Չէ, ինչ հանգստանալ, լսի, ես հենց նոր կանգնած Մհերի հետ զրուցում էի այստեղ։ Ինքը այստեղ էր, հասկանում ես, ինքը ինձ գրկել էր։ Ջան, ես քեզ խնդրում եմ, դու մի նյարդայնացի, լավ, արի գնանք տուն, մենք ես ո՞նց չի նյարդայնանամ։ Սոֆա, հասկացի, հենց նոր ես Մհերի հետ այստեղ կանգնած խոսում էի։ Ինչի ես նայում այդպես ինձ, ինչի ես նայում ինձ գրժի տեղ ես դրել դու։ Ես հենց նոր Մհերի հետ կանգնած այստեղ զրուցում էի։ Ջան, ես հավատում եմ, ես անկեղծ հավատում եմ քեզ։ Արի գնանք տուն, հանգստանանք, միասին զրուցենք։ Չէ, նույնիսկ ինքը ինձ գրկեց, հասկանում ես, ինքը ասեց Սոֆան գա, մենք միասին գնանք իր տուն։ Մհեր ուր ես։ Ես չեմ հասկանում, ես ոչինչ չեմ հասկանում, ինչ է կատարվում։ Ես չեմ հասկանում, ինչ է կատարվում։ Ջանա, մի հատ լսի ինձ ուշադիր։ Եթե Մհերը կա ինքը կենթանի է, ինքը քեզ կզանգի եղավ։ Արի հիմա տուն ենք գնում։ Դու կհանգստանաս ու ամեն ինչ մենք կպարզենք իրար հետ, լավ։ Չէ, մի րոպե, մինչև դու Մհերին չտեսնես, ես ոչ մի տեղ չեմ։ Ես քեզ խնդրում եմ։ Արի գնանք ինքը կզանգի, կսպասենք իր զանգին, լավ։ Ես հավատում եմ, որ դու տեսել ես իրան, խոսել ես։ Արի գնանք, հա ջան։ Արի գնանք տուն, ինքը կզանգի, ինքը քեզ զանգել է, չէ՞։ Ալո։ Դիան, ո՞նց ես։ Մհեր, դու որտեղ ես, ինչու ինձ չէր զանգում։ Ես չէի կարող, բայց երբ մենք հանդիպենք, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Բայց դու այն օրը ուր կորար։ Ախր Սոֆան եկավ ու տեսավ, որ դու չկաս, ու ինքը ինձ չհավատաց, ինքը մտածեց, որ դու նույնիսկ չես էլ եղել իմ մոտ։ Կներես, ես չէի ուզում, որ այդպես ստացվեր։ Ուղղակի երբ որ Սոֆան եկավ, ես մտածեցի, որ իր հետ էլի մարդ կա։ Դրա համար ես անհետացա։ Ես ուզում եմ, որ մենք հանդիպենք։ Ես էլ Մհեր, ես որոշել եմ հեռանալ Սոսից, ես նրան ամեն ինչ կբացատրեմ, ես կասեմ, որ քեզ եմ սիրում, ու մենք նորից միասին կլինենք։ Հա, իհարկե, ես հենց դրա համար էլ վերադարձել եմ։ Մհեր, Սոֆան եկավ։ Սոֆ, ես հիմա Մհերի հետ եմ խոսում։ Իրոք։ Հա, կուզես հենց հիմա տամ դու խոսի Մհերի հետ, համեր կհավատաս ինձ։ Դուր։ Մհեր, մի րոպե, ես հիմա կփոխանցեմ Սոֆային, դու կխոսես նրա հետ, լավ։ Ալո։ Ալո։ Ալո։
Ջան, մարդ չկա չի պատասխանում։ Ոնց, ինչ ես խոսում դու հիմա։ Ալո։ Ալո, Մհեր։ Ալո։ Չէ, չի կարող պատահել։ Սոֆա, ես Մհերի հետ էի խոսում, հասկանում ես, ես Մհերի հետ էի նոր խոսում։ Դու ինձ գժի տեղ ես դրել։ Սոֆ, դու ինձ գժի տեղ ես դրել։ Լավ, արի համբերենք, երևի կապը ընդհատվեց ու նորից Մհերը կզանգի։ Այ կտեսնես ինքը նորից կզանգի, Սոֆա։ Ես հավատում եմ քեզ։ Ես հավատում եմ, որ Մհերը զանգել է։ Դու մենակ մի արդյունացի, հա, ես քեզ հիմա հանգստացնող կաթիլներ կբերեմ։ Լսի ինձ, քո հանգստացնող կաթիլները պետք չեն։ Ինքդ կխմես դրանք, հա? Ես գիժ չեմ։ Ջան, ես Լսում եմ Սոֆասը։ Սոս ոնց որ Դիանայի մոտ նորից նոպա է սկսվել, ես քեզ խնդրում եմ, դու կարես քո բոլոր գործերը թողնես ու շտապ տուն գաս, ես ձեր տանն եմ։ Մի րոպե։ Բայց դու այս ժամին ինչ գործ ունես մեր տանը։ Հարցեր տալու ժամանակ չի, լավ, ես քեզ խնդրում եմ շուտ տուն արի, որովհետև եթե իր այդ ինչ-որ բան լինի, ես չգիտեմ ինչ անեմ, ես չեմ կարող օգնեմ, շուտ տուն արի։ Լավ, ես հիմա գալիս եմ։ Լավ։ Ահա էլ չեմ կարողանում լսել դες։ Լսի, Սոֆա, դու որ ինձ ասում էիր, ես քո ասածներին լուրջ չէի վերաբերում, բայց բանից պարզվում է ամեն ինչ չափից ավելի է բարդացել, քան ինձ էր թվում։ Չկարողի մեջ եմ կարգել։ Լսի, ինչքան ժամանակ է խոսում այս Մհերի մասին։ Դե արդեն 2 շաբաթ է։ Սոս ինձ թվում է ճիշտ կլինի, եթե մենք Դիանային տեղափոխենք հոգեբուժման։ Դու մտածում ես, որ կա դրա անհրաժեշտություն։ Սոս ինձ թվում է, որ տենց ճիշտ կլինի, ինքը պիտի բժիշկների հսկողության տակ լինի, որովհետև հոգեկան շատ ծանր վիճակում է։ Դու ինքդ եկար տեսար։ Ես եմ մեղավոր, ես։ Կնոջս ընդհանրապես ժամանակ չեմ տրամադրում։ Լսի, իսկ եթե մի 2 շաբաթով Դիանայի հետ մի տեղ գնամ, չի օգնի։ Չգիտեմ, Սոս։ Գիտես, Մհերի մահվանից հետո ինքը շատ ծանր վիճակում էր։ Ու ինձ թվում է, որ այդ ամեն ինչը իր մոտ նորից կրկնվում է, եթե մենք դեմը չառնենք, իր մոտ ամեն ինչ կբարդանա։ Իսկ պապատ գիտի այս ձայնագրության մասին։ Չէ, ես պապային դեռ ոչինչ չեմ ասել, բայց ուզում եմ վաղը ամեն ինչ իրան պատմեմ ու այս ձայնագրությունները տամ լսի։ Ուղղակի ես չգիտեմ ինքը ոնց կընդունի։ Ինքը Դիանային շատ է սիրում։ Ինքը որոշել էր, որ ձեռնարկության բոլոր գործերը պիտի հանձնի Դիանային։ Իր մահվանից հետո մտածում էր, որ հանգիստ ամեն ինչ կտա Դիանային։ Բայց ես հիմա արդեն չգիտեմ այդ մարդը ոնց կընդունի, որ ես ասեմ, ես չգիտեմ ինչ անեմ, ճիշտ եմ ասում։ Ինձ թվում է
Ոչ մի բան պետք չի ասել իրեն։ Մանավանդ հիմա։ Դու այդպես ես կարծում։ Հա։ Տենց ավելի ճիշտ կլինի։ Դե լավ, որ տենց է, ես ոչ մի բան չեմ ասի պապային ու ձայնագրություններն էլ չեմ տալսի։ Իսկ ինչ համարից է զանգը եկել։ Լսի, ոչ մի համարից զանգ չի եկել, այդ ամեն ինչ իր երևակայությունն է։ Վերջին անգամ ես եմ զանգել իմ փակ համարից։ Փակ համարից։ Հա։ Իսկ ինչի համար ես զանգել։ Դու նայ գալիս զանգեցյաց, եթե ինչ-որ բան է պետք, հետս բերեմ, այդքան բան ես չեմ հասկանում, ինչ հարցակնություն է։ Չէ, ոչ մի հարցակնություն էլ չկա։ Ոչ մի հարցակնություն էլ չկա, Սոֆա ջան, ուղղակի։ Լսի, սենց կանենք, ուրեմն Դիանան հենց արթնանա, ես կխոսեմ հետո, որ տեղափոխենք կլինիկա։ Սոց եթե անգամ ինքը չհամաձայնվի, մենք պիտի զորով իրան տեղափոխենք կլինիկա։ Ես շատ եմ անհանգստանում իր համար, ես ուզում եմ, որ իր մոտ ամեն ինչ լավ լինի, մենք պիտի դուրս բերենք իրան այս հոգեկան վիճակից, հասկանում ես ինձ։ Հասկանում եմ։ Չգիտեմ, որ պապան իմանա իր հետ ինչ կկատարվի, ես չեմ անում, խեղճ մարդը չի դիմանա այդ ամեն ինչին։ Լավ, Սոս ջան, ես մի փոքր գործեր ունեմ, ես պիտի գնամ։ Հա։ Եթե ինչ-որ բան պետք լինի, ինձ զանգի, հա։ Հա, Սոֆա ջան, գնա, շնորհակալ եմ շատ։ Դե դու անպայման կխոսես հետո։ Ես գնամ։ Դու ինձ ասելու բան չունես, Սոֆա։ Չէ, ինչ պիտի ասեմ, որ Քիչ առաջ պապայիդ հետ էի զրուցում, ու ինքը բավականին հետաքրքիր ինֆորմացիա տվեց այն մասին, որ այս ֆիրմայում բոլոր աշխատանքները այսօր կատարում եմ ես։ Եկել ես շնորհավոր ես։ անկեղծ լինեմ։ Իհարկե։ Ոչ։ Սոֆա, եթե կինս մի փոքր վատառողջ է, այդ դեռ չի նշանակում։ Նշանակում է մի փոքր։ Քո կինը հոգեկան խանգարում ունի ու հարց է, ինքը կբուժվի թե չէ։ Սոֆա, դու հասցրել ես արդեն հորդ տրամադրել, համոզել, որ կնոջը զրկի հետագայում ձեռնարկության գլխավոր տնօրենի պաշտոնից, ճիշտ է։ Ոչ։ Ես ընդամենը իմ հորը տեղեկացրել եմ քո կնոջ հոգեկան վիճակի մասին։ Ու ինքն էլ լսել է այն ձայնագրությունները, որ դու էլ ես լսել։ Այդքան բան։ Ես դու ինձ խոստացել էիր, չէ՞ որ ցույց չես տա իրան։ Խոստացել ես թե չէ։ Լսի, ես արդեն համոզված եմ։ Քեզ հետաքրքրում են ոչ թե հորդ ու քրոջդ առողջական վիճակները, այլ քո դիրքն ու փողերը։ Համոզված եմ արդեն։ Ու քո նախանձը շատ ակնհայտ էր այն ժամանակ, երբ որ կինս էր ստեղ աշխատում։ Ու դու հիմա շատ ուրախ ես, որ ինքը վատառողջ է։ Վերջացրեցիր։ Ահա։ Դու աշխատանք չունես, գնա աշխատի։ Ես կգնամ կաշխատեմ, Սոֆա, բայց իմացի, որ մեր խոսակցությունը դեռ չի ավարտվել։ Հիմար։ Ասա մհեր։ Բարև կաճահակ, երկար պտի սպասեմ քո զանգին։ Չէ, ես արդեն պատրաստվում եմ քեզ զանգեի։ Զանգելն էլ հոծամերջի, որ պատրաստվես, որ հետո չմրսես։ Քեզ եմ լսում, փողերս երբ ես պատրաստվում տաս։ Մհեր, ուղղակի մոտ հիմա կանխիկ գումար չկա, ես քեզ կտամ այդ փողը։ Լսի այ շուստրի, ես իմ հասանելի գործն արդեն արել եմ։ Իմ
հիմա քո հերթն է։ Դու երկու ժամանակ ունես։ Եթե դու քո խոստացած $50,000 չտվեցիր, խոստանը անեց ու ինք բերեք քո գլխին, որ մի ակնթարթում քրոջը տեղերով կփոխվեք։ Մհեր հասկացա, ես քեզ ասել եմ, այդ փողը ես կտամ քեզ, ուղղակի իմ մոտ չկա, դու ինձ մի շաբաթ ժամանակ տուր, ես այդ փողը կտամ քեզ, հասկացանք իրար։ Զզվցիր էլի փող, կտամ, չփախա։ Սոսը գիտեր, որ Դիանայի հայրը մեծ վստահությամբ է վերաբերվում իր կնոջը եւ պատրաստվում է կազմակերպության ղեկավարումը փոխանցել Դիանային։ Այս ամենը գիտակցում էր նաև Սոֆան, ով հնարամտորեն փորձում էր խաղից դուրս հանել քրոջը եւ դառնալ հոր աշխատանքների միակ ժառանգորդը։ Սոսը կասկածներ ուներ այս ամենի մասին, սակայն Սոֆայի հետ ունեցած վերջին զրույցից հետո նրա կասկածները փարատվում են։ Նա հասկանում է, որ իր կինը ընդամենը քրոջ ծուղակում է հայտնվել եւ որոշում է հետեւել ու բացահայտել Սոֆայի առեղծվածային գործողությունները։ Ալո, Սոֆա ինչ եղար։ Դե արագացրա, սպասում եմ։ Փողը մոտդ, ա։ Դե արի, սպասում, շուտ արա։ Այ ոնց կսատկացնեի ես քեզ։ Մհեր վեր կաց։ Դերի խայելի ամող ծորը քնած ես այդ տղա։ Վեր կաց։ Մհեր։ Բա վեր կաց։ Մհեր։ Ոյ ասպացիմ։ Այտենց բան էր, Դիանա ջան։ Չէ, հավատս չի գալիս։ Ես քեզ միշտ էլ ասել եմ, հիշում ես։ Ասել եմ, որ Սոֆան հանուն փողի ամեն ինչի պատրաստ է։ Ես առաջին օրվանից նկատել ու շատ լավ զգացել եմ, թե ինքը ոնց է քեզ նախանձում։ Բայց չեմ հասկանում, այս 6 տարի առաջ բաղուր էր մհերը։ Ուրեմն 6 տարի առաջ այսպես կոչված մհերի մահը իրականում հենց մհերի կազմակերպածն է եղել։ Ոնց։ Դե ինձ այդքան շատ բան հայտնի չի, բայց գիտեմ այսքանը։
Ուրեմն այդ տականքը ունեցել է շատ մեծ պարտքեր։ Բնականաբար այդ պարտքերը չի կարողացել վերադարձնել։ Ու կազմակերպել է իր արհեստական մահը, որ ազատվի պատասխանատվությունից։ Մի քանի ամիս առաջ վերադարձավ արտասահմանից, Սոֆան իմացավ դրա մասին ու առաջարկեց գործարք։ Այդքան բան։ Իսկ ես արդեն հավատում էի դրան ու մտածում էի, որ պապան է այդ ամեն ինչի հետևում կանգնած։ Ինչ ես խոսում։ Պապատումը հերը ճիշտ է, իրականում կոնֆլիկտ ունեցել են, բայց այդ դեռ ոչ մի բան չի նշանակում։ Յան, պապատ պատկառելի մարդ է, ինքը ի վիճակի չէր նման բան անել։ Սոս, Աջա, ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել ու ասել, որ ես իրոք ինձ շատ սխալ եմ պահել։ ուրեմն մոռանում ես ամեն ինչ։ Լավ, ամեն ինչ նորմալ է։ Դու ասա երբ ես աշխատանքի վերադառնալու։ Դե, հենց վաղվանից եմ կգնամ աշխատանքի։ Շատ լավ։ Ու մենք էլ մի բաներ պիտի ասեմ քեզ։ Լսի ջան։ Ես քեզ իրոք շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Սոֆային հետևելով Սոսի տեսադաշտում է հայտնվում Մհերը, եւ կարճ ժամանակահատվածում նրան հաջողվում է բացահայտել Սոֆայի իրական դեմքը։ Սոսը հասկանում է, որ Սոֆան Մհերին օգտագործելով Դիանայի դեմ նպատակ է հետապնդել քրոջը խելագարության հասցնելու եւ հորը փաստերով ներկայացնելու վերջինիս անկայուն հոգեվիճակի մասին, ինչը Սոֆային գրեթե հաջողվում է։ Այս ամենը գիտակցելով Սոսը կանգնում է այլընտրանքի առջև՝ հեռանալ կամ օգնել կնոջը վերականգնելու իր իրավունքները։ Ի վերջո Սոսը նախորոք իմանալով Սոֆայի եւ Մհերի հանդիպման մասին կազմակերպում է վերջինիս սպանությունը։ Սպանության օրը ոստիկանությունը դեպքի վայրից բերման է ենթարկում Սոֆային։ Հետագա պարզաբանումների արդյունքում բոլոր փաստերն ապացուցում են Սոֆայի մեղավորությունը եւ վերջինս դատապարտվում է։